Ընկերներ, ողջույն, առաջարկում եմ պատրաստել շատ համեղ ու նուրբ փքաբլիթներ, պարզ ու մատչելի տարբերակով, ինչպես ալիքում գոյություն ունեցող բոլոր բաղադրատոմսերն են։ Եվ այսպես 600 գրամ ալյուրին ավելացնում ենք 1 ճաշի գթալ շաքարավազ, կես թեյ գթալ աղ, 1,5 թեյ գթալ խմորիչ։ Այս ամենը լավ խառնում ենք, ապա ավելացնում 1 ձու, 200 մլ գոլ կաթ և 200 մլ գոլ ջուր։ Իհարկե կարող եք ամբողջը վերցնել կաթ կամ ամբողջը ջուր։ Այս ամենը լավ խառնում ենք և հենց գդալի օգնությամբ խառնելով ստանում ենք գրեթե համասեռ զանգված։ Այստեղ հունցել պետք չէ այս էտապում, բավարար է միայն բոլոր բաղադրիչները լավ խառնել, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Ստացված կպչուն խմորը ծածկում ենք և դնում տաք տեղում մոտ 15-20 րոպե։ Այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Կաթսայի մեջ լցնում ենք 7 ճաշի գթալ շաքարավազ, 3 ճաշի գթալ ալյուր, որը կարող եք փոխարինել եգիպտացորենի օսլայով և լավ խառնում ենք։ Ապա ավելացնում ենք 300 մլ սենյակային ջերմաստիճանի կաթ։ Կրկին լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան և անդադար խառնելով եփում ենք մարմանդ կրակի վրա, մինչև մասան թանձրանա և ձեռք բերի ահա այսպիսի տեսք։ Թողնում ենք մի քանի րոպե մի թեթև հովանա, որից հետո ավելացնում ենք 60-70 գրամ կարագ, 1 թեյ գթալ վանիլին և կրկին լավ խառնում, մինչև ստանանք համասեռ կրեմ։ Այս էտապում կրեմը բավարար սառչում է և այն հնարավոր է տեղափոխել խոհարարական պարկի մեջ, այդպես հետագայում փքաբլիթները լցոնելն ավելի հարմար կլինի։ Կրեմը պատրաստ է, դնում ենք մի կողմ։ Շարունակում ենք խմոր հունցելու պրոցեսը։ Այս ընթացքում խմորը բավարար հանգստանում է։ Հունցելու համար ձեռքերը թռչում ենք բուսայուղով և հունցում, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում, ստանում ենք համասեռ խմոր։ Ստացված խմորը նորից ծածկում ենք և դնում տաք տեղ մոտավորապես 30-40 րոպե, որից հետո աշխատանքային մակերեսին առատ ալյուր ենք լցնում, խմորը տեղափոխում ենք սեղանի վրա, զգուշությամբ, որպեսզի նորից հունցել չստացվի։ Այնուհետև կրկին խմորի վրա ալյուր ենք լցնում և գրտնակում ենք մոտավորապես 0,7-ից 1 սմ հաստությամբ շերտ։ Միանգամից ամբողջ խմորն ենք գրտնակում, որից հետո վերցնում ենք կլոր կտրիչներ և շերտից առանձնացնում ենք շրջաններ, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Կողքերի ավելացած խմորը հավաքում ենք և կրկին գրտնակում, կրկնելով պրոցեսը։ Այս ընթացքում բուսայուղով լի տապակը դնում ենք կրակին և տաքացնում։ Նրա մեջ տեղափոխում ենք շրջանակները և անընդհատ այս ու այն կողմ շուռ տալով տապակում ենք մինչև երկու կողմն էլ ձեռք բերի ոսկեգույն երանգ։ Սա շատ կարևոր պրոցես է։ Ինչպես նկատում եք, այս ու այն կողմ շուռ տալու շնորհիվ է, որ փքաբլիթները բոլոր կողմերից ուռչում են և ձեռք բերում իրենց բնորոշ փքուն տեսքը։ Անպայման ուշադիր եղեք այս էտապին և բաց մի թողեք այն, որպեսզի ստանաք գոհացնող արդյունք։ Ստանալով ոսկեգույն երանգ, երկու կողմերում վերցնում ենք փքաբլիթները, տեղափոխում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը արտահոսի և շարունակում ենք մյուսները տապակել նույն կերպ և իհարկե արդյունքում ստանում ենք այսպիսի գեղեցիկ պատկեր։ Հիմա մնում է փքաբլիթները լցոնենք կրեմով։ Քանի որ կրեմն արդեն պատրաստ է, շատ արագ այդ պրոցեսը տեղի է ունենում։ Դանակի օգնությամբ մի փոքր անցք ենք բացում և կրեմը լցնում փքաբլիթների մեջ։ Արդյունքում ստանում ենք այսպիսի պատկեր։ Ներսում առատ կրեմն է, պատված նուրբ ու համեղ խմորով։ Հաճելի և շատ համեղ համադրություն է ստացվում։ Ըստ ճաշակի, իհարկե, կարող եք փքաբլիթների վրա լցնել շաքարի փոշի և մատուցել։ Բարի ախորժակ։